Սիրելի վայոց գործիներ, մեծարգո պարոն Ծառուկյան, հարգելի հայրենակիցներ, այսօր ես կանգնած եմ ձեր առաջ ոչ միայն որպես թեկնածու, այլ որպես մարդ, ով սիրում է այս հողը, այս քաղաքը եւ այս մարդկանց։ Ես եկել եմ ոչ թե խոստումներ տալու, այլ ձեր աչքերին նայելու եւ ազնվորեն խոսելու ձեր օրվա եւ վաղվա օրվա մասին։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը միշտ եղել է ժողովրդի կողքին, եւ դժվար օրերին, եւ պայքարի պահին, եւ առհասարակ։ Վայոց ձորը փոքր մարզ է, բայց շատ մեծ սիրտ ունի։ Եվ հենց դրա համար է, որ մենք կոչել ենք մեր կարգախոսը, մեր խոսքը գործ է։ Եթե ժողովուրդը մեզ վստահի իր քվել, մենք պարտավոր ենք լինելու անել ամեն ինչ ժողովրդի համար եւ մեր հայրենիքի։ Ունենք ծրագրեր, որից աջակցություն մարզի գյուղերին։ Գյուղացին պետք է վստահ լինի, որ իր աշխատանքի արժեքը կա։ Պետք է լինեն սուբվենցիոն ծրագրեր, ոռոգման, համակարգի բարելավում եւ այլն։ Ծրագիրը բոլորիդ կներկայացնենք, պարզ կլինի, չեմ ուզում ձեր ժամանակը երկար զբաղեցնեմ։ Երիտասարդություն եւ աշխատատեղեր։ Մենք պետք է ստեղծենք հնարավորություններ, որ երիտասարդը մարզում մնա, դուրս չգա եւ արարի, գործի, աշխատի իր մարզում, իր հայրենիքում։ Նոր բիզնեսներ, տուրիզմ, փոքր եւ միջին ձեռնարկություններ, խրախուսում կրթական ոլորտին եւ մշակութային կյանքին։ Մեր տարեցները չպետք է միայնակ լինեն։ Մեր ընտանիքները չպետք է ամեն օր գոյատևեն դուրս գնալու վերաբերյալ։ Մենք պետք է աջակցություն ու բազմազանություն տարածենք ժողովրդի մեջ, որպեսզի նրանք ոչ մի րոպե չմտածեն երկրից դուրս գնալու եւ հայրենիքը լքելու մասին։ Սիրելի ժողովուրդ, ես չեմ եկել գեղեցիկ խոսքեր ասելու կամ շռայլություններ տարածելու։ Տասնյակ տարիներ ապրել եմ, արարել եմ ձեր աչքերի առաջ, ծառայել եմ յուրաքանչյուրիդ հետ։ Պետք է ոչ թե իրար թշնամի դարձնենք, այլ իրար ձեռք մեկնենք։ Մենք շատ բան ենք կորցրել այս տարիներին, բայց ամենակարևորը չպետք է կորցնենք մեր հավատը։ Եվ այսպես, սիրելի վայոց գործիներ, եթե մենք միասին լինենք, ոչ մի դժվարություն չի կարող մեզ բաժանել։ Եթե մենք հավատանք մեր ուժին, կարող ենք փոխել իրականությունը, ես գալիս եմ ծառայելու ձեզ, իմ ժողովրդին։ Շնորհակալ եմ ձեզանից յուրաքանչյուրին, վստահության, ուժի եւ հավատքի համար։ Աստված պահապան բոլորիս, մեր մարզին եւ մեր հայրենիքին։ Ուրեմն ամսի 7-ին, ժամը 7-ին խնդրում եմ դուք ասեք մնացածը։ Համար շնորհակալություն։